Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքներ են ստացվել այն մասին, որ որոշ երեխաներ 2025-26 ուսումնական տարում դպրոցի առաջին դասարան ընդունվելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ վերջիններից 7 տարեկանը լրացել է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս երեխաներին միանգամից երկրորդ դասարան ընդգրկելու հարցը հիմնավորման կարիք ունի, երեխայի լավագույն շահին համապատասխան մոտեցում որդեգրելու նպատակով։ Ըստ ոլորտի փորձագետի, կրթական գերատեսչությունը անդրամաբանական իրավական նորմեր է կիրառում առաջին դասարանցիների ընդունելության կարգում։ Ուրացույցային տարու է հաշվում աշակերտի դպրոց հաճախելը, օրինակ այս ուսումնական տարի հաճախում են սովորողները, որոնց 6 տարին կլրանա մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ այն սովորողները, որոնց 7 տարին կլրանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, պետք է հաճախեն արդեն երկրորդ դասարան։ Երեխաներին 6 տարեկանից դպրոց տարած ծնողները, որոնք այդպես էլ չեն կարողանում հաշտվել այդ փաստի հետ, հաճախ են նշում, թե երեխան դեռ խաղալ է ուզում, հոգեբանորեն պատրաստ չէ դպրոցին։ Ոլորտի փորձագետները նույնպես շեշտում են. երեխային միանգամից երկրորդ դասարան տեղափոխելը խախտում է ոչ միայն նրա կրթության իրավունքը, այլև վտանգում հոգեբանական ու սոցիալական ադապտացիան։ Ընդհանրապես ինչ են իրանք դպրոցում անում, 6 տարեկանները պիտի մանկապարտեզում լինեն։ Մանկության ամենավառ, ամենագեղեցիկ հատվածի դեմ է ուղղված, մենք գոհանում ենք երեխաներից մանկության մի մասը։ Եթե պիտի լինի դպրոցը 6 տարեկանների համար, ապա դա պիտի լինի մեղմ եւ սավուն անցում մանկապարտեզից դեպի դպրոց։ Այս գործընթացում ամենաբարդ դերը ուսուցիչներին է բաժին հասել, ասում են մասնագետները։ Մանկավարժները պիտի աշխատեն ու լրացնեն առաջին դասարան չհաճախած աշակերտի գիտելիքի բացը։ Երեխան տառերը չի ճանաչում, չի կարողանում գրել, իսկ իր հասակակիցները արդեն նախորդ տարում տառերը սովորել են։ Եթե երեխան տառերը չգիտի, պետք է դասվարը լրացուցիչ աշխատանք իրականացնի, որպեսզի անհատական մոտեցման միջոցով տվյալ աշակերտը հասցնի իր մյուս հասակակիցներին, իսկ այդ հավելյալ աշխատանքի համար ցավոք սրտի ուսուցիչները նաև չեն էլ վարձատրվում։ Երեխայի կրթության իրավունքի ապահովումը պետք է առաջնորդվի երեխայի անհատական զարգացման եւ լավագույն շահի սկզբունքով։ Փորձագետներն ու մանկավարժները միաձայն ընդգծում են, դպրոց հաճախելու կարգը պետք է լինի ճկուն, հարմարեցված երեխայի իրական կարիքներին։ Մինչ այդ համակարգի խառնաշփոթը շարունակում է հավելյալ խնդիրներ ստեղծել թե ծնողների, թե ուսուցիչների համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։